փակվել է դռների մարչև, այն ժամանակ ես հիմա կարամ արդեն էդի բացահայտ խոսեմ, երբ որ ես նոր թատերական ինստիտուտ ավարտել եմ, չգիտեի ինչով զբաղվեի։ Բանակում հեռուստասերիալ կար, Շանթ հեռուստատեսությունը, որ Գյումրիում էր, ես այն ժամանակ այսքան երեխա էի, այդ հեռուստատեսությունում եմ մեծացել, որտեղ մամաս ընդեղ էր աշխատում։ Բոլորը ինձ ճանաչում էին, մամայից ճանաչում էին գործընկերները։ Մամայից խնդրեցի, ասեցի կզանգես Շանթի պրոդյուսերներից անուն չեմ ուզում տալ։ Ասի զանգի խնդրի գնամ բանակում երկրորդական դեր նկարվեմ, այտենց ինչ որ կտորն։ Էպիզոդիկ է։ Պայմանավորվեց բանկասին հա թող գա, ինչ որ ժամը 2-ին ենք պայմանավորվել, Գյումրիից 40 աշճան ջերմությունով եկա հասա 5 րոպե ուշացել էի։ Այդ պրոդյուսերը այտենց քարտուղարին զանգեց, ասեց այս մարդը եկել է, ասեց 5 րոպե ուշացել է, թող չգա էլ։ Ու դա դարձավ իմ համար ստիմուլ, որ ես այդ հեռուստատեսությանը, այդ մարդուն կոնկրետ պետք է ապացուցեմ, որ սենց։ Ու անցավ մի քանի տարի, ես այդպես լիքը պրինցիպներ եմ ունեցել, այն որ ապացուցելու։ Անցավ մի քանի տարի, ես հակառակը շատ սիրուն, շատ ճիշտ ապացուցեցի, որ այդպես ես ինձ լավ զգացի դրանից, էլի։ Դուք կկանչեք, ես չեմ։ Հա, դուք կկանչեք, ես չեմ գա։ Դրա համար եմ ասում, իմ փախտը միշտ ինձանից մի քանի քայլ առաջ է եղել։ Ես այն որ ամենածայրահ իրավիճակում, որ ես չեմ հասկացել ոնց այս հարցի տակից դուրս գամ, միշտ դրա մյուս օրը մի հատ այնպես բան ա եղել, որ ասում եմ, ես ինչ էր, ոնց եղավ։